Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն Հայրը մեր, որ հերկինս ես, Սուրբ եկեցի անուն քո, եկեցե արքայություն քո, եկեցին գամ քո, որպես հերկինս եւ հերկրի, ըսած մեր հանապազորդ դուր մեզ այսօր, եւ թող մեզ պարդես մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե, Զիքոյ արքայություն եւ զորություն եւ պարք հավիդյանս ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խոսել գործել առաջ քո ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս ամեն նստեք սիրելիներ բարի եկեք թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղությունը սիրո մեջ վայ այսօր նաեւ Միջինքն է, ինչը նշանակում է, որ մեր մեծ պահքը կես եղավ, կես ճանապարհն անցանք եւ մի փոքրիկ հատված եւ կհասնենք հաղթական հարության։ Մենք այսօր ավարտում ենք Պողոս Արաքյալի Տիմոթեսին գրված երկրորդ նամակը, որ 4-րդ գլխի 9-ից 22 համաները պիտի սերտենք, վերջին հորդորներն ու մաղթանքները պիտի տեսնենք Պողոս Արաքյալի։ Մենք անցյալ անգամ տեսանք, թե ինչպես Պողոս Արաքյալը ցույց տվեց, որ ինչպես ինքը իր բարի պատերազմը ավարտել, իր պսակին է սպասում, պահել իր հավատարմությունը, իր հավատքը Տիրոջը, եւ հիմա այդ ամբողջը եւ ասել եմ, որ սա նաեւ իր վերջին նամակն էր, որ գրել է Պողոս Արաքյալը, իր վերջին հորդորներն ու պատգամներն է տալիս ոչ միայն Տիմոթեոսին, այլև յուրաքանչյուրիս, թե մենք ինչպես պետք է անենք, որպեսզի այս աշխարհի մեջ իբրև քրիստոնյաներ ճիշտ կարողանանք ապրել։ Տեսնենք ինչ է ասում։ 9-րդ համարը։ Ջանա իսկուն գալ ինձ մոտ։ Այսքան բան։ Ինչ է նշանակում ջանալ գալ ինձ մոտ։ Պատկերացրեք Պողոս Արաքյալը որտեղ էր այդ ժամանակ։ Ռոմի բանտում, չէ՞։ Միայնակ, արդեն ծերացած, ընկճված, մարդկային առումով եւ նաեւ սա կարոտի մասն էր խոսում։ Բոլորը լքել էին, միայնակ էր եւ հատկապես ասում են այս խոսքը մեկնիչները, որ գիտեր իր մահվան մասին արդեն, որ Ներոնը հրամայել էր իրեն գլխատելու, դրա համար ինքը արդեն սա կարոտ էր, ասում է շուտ արի մոտ, կարոտել եմ քեզ։ Մեր մարդկային կյանքի մեջ ինչքան որ մենք շրջապատված լինենք, սիրելիներ, մենք կարիք ունենք մարդու հետ կարող ենք խոսել կամ վերջին մեր զրույց ունենալ, վերջին խոսքը պատգամն ասել, ուրեմն սիրելի զավակ էր ասում, չէ՞ Տիմոթեոսին, իր հարազատ որդու պես էր սիրում Տիմոթեոսին, եւ ասում է ջանա շտապ գալ ինձ մոտ, որ նախ կարոտ առնի, իր վերջին պատգամները տա Տիմոթեոսին, նաեւ եկեղեցուն փոխանցի, ուրեմն հավանաբար նաեւ սա արդեն իր մահվան լուրը լսել ուզում էր վերջին անգամ տեսներ։ Գիտեք, մեր կյանքի մեջ էլ երբ որ հոգեվարքի մեջ մարդիկ են լինում, իրենք անդադար սպասման մեջ են, ինչ որ մեկին սպասում են։ Իրենց զավակին, որ երկար ժամանակ չեն տեսել, ընկերոջը կամ բարեկամին, որ այդ մարդիկ գալիս են, իրենք մի կարճ ժամանակ հետո ննջում են։ Օրինակ դες հետարքի դեպք ասեմ, մեր Մեսրոպ Սրբազան Աշճան իր հուշերի մեջ ասում է Գարեգին առաջին կաթողիկոսը, որ մահվան մեջ էր, ասում անդադար սպասում էր, ասում ես գիտեի ինքում էր սպասում։ Ասում է ես որ մոտեցա իր ականջին ասի Սրբ վեհապար դեր արտաված Սրբազանը ճամփին է գալիս, է իր մանկության ընկեր, որ միասին ճեմարան են գնացել, հետո հոգեվորական դարձել, ասում է այդ լուրը հայտնելուց հետո, ասում է 25 վայրկյան հետո վեհապարը մահացա, որ լսեց, երբ որ գալիս է իր սրտակից բարեկամ ընկեր իրեն այցելության։ Ուրեմն այսպես էլ Պողոս Արաքյալի կարոտն էր, ուզում էր վերջին անգամ իր սիրելի զավակին Տիմոթեոսին տեսնել եւ գրկեր անգամ այդ մարդուն իր կարոտ առներ, որովհետեւ այս աշխարհից արդեն ինքը մեկնում էր։ 10-րդ համարի մեջ շարունակում է ասելով, որովհետեւ Դեմասը ինձ լքեց եւ աշխարհը սիրեց եւ նա գնաց Թեսաղոնիկե։ Կրեսկեսը Գալիլիա, իսկ Տիտոսը Դամատիա։ Տեսեք սիրելիներ, այստեղ 3 կանոններ է տալիս Պողոս Արաքյալը, որ շատ կարևոր է, եւ առաջին ասում է Դեմասը ինձ լքեց, աշխարհը սիրեց եւ նա գնաց Թեսաղոնիկե։ Սա աշխարհը սիրեց երբ այս մարդը սիրեց այն ժամանակ, երբ որ Պողոս Արաքյալը նեղությունների, դժվարությունների բանտի մեջ էր։ Տեսեք, մեր կյանքի մեջ շատ կան, չէ՞, մարդիկ, որոնց հետ մենք երկար ճանապարհ ենք անցնում, բայց գալիս է մի հատված, այս մարդիկ մեզ մենակ են թողում, լքում են։ Ինչու է այստեղ դառնությամբ ասում Պողոս Արաքյալը, որ ավետարանի գործին, ծառայության մեջ, որ գնացել էին ավետարան քարոզելու, Քրիստոսի արքայությունը բերելու մարդկանց, հանգայս մասը որոշում է, որ ինքը աշխարհն ավելի է սիրում եւ ինքը գնում է աշխարհի մեջ ապրելու, թողնում է հոգեվոր կյանքը, ինչպես որ շատ հաճախ մարդիկ, երբ որ այսպես շատ ջանասիրաբար հոգեվոր կյանք են սկսում, հետո կարճ ժամանակ հետո նորից վերադառնում են իրենց մեղքին, ինչպես որ շունը երբեմն վերադառնում է փսխացին, այնպես էլ երբեմն մարդը
մեղքի կյանքը թողնում է, գալիս է Աստծո հետ ապրելու, մեկ էլ նորից հիշում էր մեղքի կյանքը ու վազում է դեպի այնտեղ։ Ինչ է սա նշանակում։ Ես մի գիրք ունեմ, Սեր առ Աստված, այդպես է կոչվում։ Այնտեղ մի ենթավերնագիր կա՝ քրիստոնյա թե գանգստեր։ Վերնագիրը այսպես է դրված։ Ինչ է սա, այսինքն գանգստերը, որ սկսեց հավատալ քրիստոնեին, քրիստոնեության հավատքը ընդունեց Քրիստոսին, բայց ուզում էր նաև մնալ այնտեղ, գանգստերի կյանքը վարեր, համ քրիստոնյա լիներ, համ այստեղին գրքի հեղինակի նպատակը մենք ցույց տալու, որ դու չես կարող համ քրիստոնյա լինել, համ էլ հանցագործ աշխարհի մեջ հեղինակավոր մեկը լինես, այդ հանցագործ աշխարհի կյանքով ապրես ու ասել, որ ես քրիստոնյա եմ։ Դու ընտրություն պիտի կատարես։ Հիմա այստեղ այս Դեմասը պետք է գործ ինքը այդ ամենը աներ, ընտրություն կատեր, ինքը ընտրեց աշխարհը եւ նա Պողոս Արաքել միայնակ թողեց իր նեղության մեջ եւ ինչ արեց, թողեց հեռացավ։ Ինչպես ենք աշխարհը սիրում, աշխարհ սիրելու ինչ ճանապարհներ կան։ Երկու ձև կա, երկու ճանապարհ կա, որ ցույց է տալիս։ Առաջինը Աստծո սերն է աշխարհի նկատմամբ եւ երկրորդը մարդկանց սերը աշխարհի նկատմամբ։ Ո՞րն է Աստծո սերը աշխարհի նկատմամբ։ Աստված սիրեց, սիրում է եւ սիրելու աշխարհը, ինչի համար, որպեսզի աշխարհը փրկի մեղքի գերությունից։ Սա է Աստծո սերը աշխարհի հանդեպ։ Եթե մենք էլ Աստծուն հավատում ենք, մեր նպատակն էլ մեկն է, չէ՞, աշխարհը սիրել մարդկանց փրկություն բերելու համար։ Երկրորդը մարդկանց սերը աշխարհի հանդեպ, արդեն իշխանություն, դիրք, հաճույք, մեղք, ամեն բան, որ կապված է այս աշխարհի հետ, դու սիրում ես եւ գնում ես դեպի կորտը։ Հիմա Դեմասը ընտրեց այս երկրորդ տարբերակ, Աստծո սիրո համար չընտրեց աշխարհը Պողոս Արաքյալի հետ անցնելու այս ճանապարհը, այլ վերադարձավ իր կյանքին, որտեղ ինքը կարող էր իր ժամանակը վատնել եւ կործանման գնալ։ Այնպես էլ մեր ամենօրյա կյանքի մեջ է, ցավոք սրտի այսպես։ Մարդիկ աշխարհը ավելի են սիրում, իսկ Հիսուս ինչ էր ասում, ով աշխարհը սիրում է, թշնամություն պիտի անի Աստծո հետ։ Ապրեք, չէր կարող նա Աստծուն սիրել։ Աշխարհը սիրող մարդը միշտ թշնամության մեջ պիտի լինի Աստծո հետ։ Եթե Աստծուն է սիրում արդեն, աշխարհը քո հետ թշնամություն պիտի անի։ Եվ որևէ մեկը, երբ որ ինքը երկար ժամանակ մեղքի կյանք է ապրում եւ հանկարծ ուզում է այդ մեղքի կյանքը թողնել, վերադառնալ Աստծուն, աշխարհը ամեն կերպ քաշում է այս մարդուն։ Ես իմ կյանքից ձեզ օրինակ բերեմ, բանտում կար մի բանտարկել, որ թմյանութ էր օգտագործում։ Զանգում էր նրան, խնդրում էր, ստորանում էր, որ իրեն մեկ կաթիլ այդ թմրանյութը տահին, որ ինքը օգտագործեր, խաղաղվեր, իր այսպես ճակերտավոր խաղաղվեր։ Իր հետ երկար ամիսներ 6 ամիս իր հետ աշխատեցի, աղոթեցի, դադարեցրեց, ամբողջությամբ թմրանյութ այլևս չէր օգտագործում։ Բայց հայտնվում են մարդիկ, որ ասում են, քեզ նվեր ենք բերել, առ ծրիաբար էս ամենը քեզ։ Եվ նույնիսկ ներսի աշխատող մարդիկ են ասում, քեզ համար նվեր կա, բերել ենք։ Վերջում այնպես արեցին, որ մի ուրիշ թմրամոլի բերեցին, իրեն նույն խցում դրեցին, իր աշկի դիմացը անում էր, ինձ զանգում էր, Տեր հայր, ինչ անեմ, ել չեմ դիմանում, աշկից դիմացը անում է, եւ ես ուզում եմ նորից մտնել այդ մեղքի մեջ։ Պատկերացնում եք, ինքը թողել է տարիների այդ մեղքը ու մեկ եկել էր աչքի դիմացը նստած թմրանյութը պատրաստում, որ օգտագործել ինքը պիտի դիմակայի այդ ամենին։ Ուրեմն սա է աշխարհի գործը այն մարդու հետ, ով որ ուզում է փրկության ճանապարհն անցնել։ Դրա համար մենք պետք է այնպես անենք, որ հանկարծ այս աշխարհը չհաղթի մեզ, եւ մենք աշխարհի մեղքը չսինք, ինչպես որ Դեմասը աշխարհը սիրեց, թողեց Պողոս Արաքյալին, թողեց Ավետարանը եւ գնաց իր կյանքով ապրելու համար։ Լսեք ինչ ասում Պողոս Արաքյալը Կորինթացին ուղղված իր երկրորդ նամակում, ասում է, թե այս աշխարհն է անցնում, թե ցանկությունը, իսկ ով կատարում է Աստծո կամքը, մնում է հավիտյան։ Ներողություն, սա Հովհաննես Արաքյալի նամակն է։ Թե այս աշխարհը պիտի անցնի, ինչ որ կա, թե մեր մեջի ցանկությունները պիտի անցնեն, բայց նրանք, ովքեր Աստծո կամքը կատարում են, նրանք հավիտյան պիտի ապրեն։ Այս աշխարհը մեզ ամեն օր պիտի փորձի, նույնիսկ իր առաջարկություններով, նույնիսկ հոգատարությամբ, նույնիսկ անչափ սիրելով մեզ պիտի գա, ասի, որ գիտես, սա անում ես քո պետքի համար, քո ուրախության համար, քո զավակի համար, քո տունը գեղեցիկ ունենալու համար, պաշտոնդ պահելու համար, հարուստ կյանք ունենալու համար, այս ամենը պիտի քեզ առաջարկի այս աշխարհը, բայց այս ամենը պիտի անցնի, ով է իր հետ ինչ որ բան տարել, ոչ ոք, չէ։ Մի գյուղացի մարդ կար ժամանակին, ասում է, ամեն օր չարչարվում էր, աշխատում էր, շատ հարստացավ, ասում է, բայց ամեն օր ասում էր, ներողություն, բայց ես ժամանակ չունեմ եկեղեցի գնալու, սուրբ գիրք կարդալու, աղոթք անելու, եւ երբ որ հիվանդանում է եւ պիտի մահանա, ասում է, բայց ժամանակս ես ինչի վրա վատնեցի, այս ամենը ում համար ես արեցի եւ ինչ շահեցի ես։ Այնպես էլ այս աշխարհի մարդն է, թե չհասկան, որ այս ցանկությունները պիտի անցնեն ու դու պիտի մնաս միայնակ մեղքի հետ եւ մահն էլ մեղքի վարձն է, դու պիտի կորցնես քո հավիտենական կյանքը։ Իսկ արդեն Կորինթացի նամակի մեջ Պողոս Արաքյալն ասում է,
Քանզի մենք չենք նայում տեսանելի բաներին, այլ անտեսանելիներին, որովհետև տեսանելիները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները հավիտյան։ Մենք անտեսանելին ենք, չեք ձգտում։ Մարդու նպատակը որն է հասնել այնտեղ, որտեղ Աստված է, չէ՞։ Մենք նյութական աչքերով Աստծուն տեսնում ենք, չենք տեսնում, չէ՞։ Մենք զգում ենք Աստծուն, մենք ապրում ենք Աստծով, բայց ուզում ենք ձգտել հասնել այդ անտեսանելին։ Եթե դու տեսանելի բաների համար ես ապրում այս աշխարհի մեջ, շատ կարճ ժամանակ հետո պիտի անտեսանելին էլ ընդհանրապես կորցնես։ Երբ է մարդի տեսադաշտը կորցնում է, որ մենք հիմա այս ցուրտ օրերին ինչ է լինում, չէ՞։ Մեկ էլ տեսնես միանգամից մարախուղը գավ, քո ճանապարհը փակեց, չէ՞, տեսանելիություն դարձավ 0։ Ուր որ դու ուզում ես գնաս, շատ դժվարությամբ կամ դանդաղեցնում ես, կամ կանգնում ես, կամ հետ ես վերադառնում։ Այնպես էլ մեղքն է մարդու տեսանելիությունը փակում, կամ շղարշի պես գալիս է, կամ մեղքի վարակույրը գալիս է մեր աչքերը փակում է, մենք սկսում ենք այս տեսանելի աշխարհը, ինչպես որ մարախուղի մեջ կանգնես միայն կողքի ծառը, քարը, փայտը կամ քո մեքենան ես տեսնում, ավել բան չես տեսնում, չես հասկանում, թե նույնիսկ կողմնորոշում, եթե անծանոթ միջավայրում ես, որ կողմ պիտի գնաս, այնպես էլ հոգևոր կյանքի մեջ է։ Եթե դու մեղքը սիրեցիր, այս աշխարհը կապված եղար, ամեն բան պիտի կորցնես եւ չկարողանաս հասնել այդ ամենին։ Կրեսկեսը նոր կտական նրա անունը այլ տեղերում հիշված չէ, սիրելիներ։ Այս մարդու մասին ոչինչ չկա։ Մենակ այստեղ է հիշում, հավանաբար նա էլ գնացել է, այստեղ ասում է գնաց Գաղատիան, այսօր Ֆրանսիայի տարածքն է, որտեղ գնացել է հնարավոր քարոզչություն անելու կամ Պողոս Արաքելի որևէ նամակ է տարել այնտեղի մարդկանց։ Տիտոսի մասին մենք հաջորդ նամակը Տիտոսը պիտի սերտենք, Պողոս Արաքյալի մտերիմ գործակիցներ եւ Կրետեի եպիսկոպոսը դարձավ հետագայում ամենասիրելի հավատարիմ աշակերտներից մեկը, ինչպես որ Տիմոթեոսն էր Պողոս Արաքյալի համար այդպես ծառայություն անում։ Հիմա տեսեք, այս 3 անուններ տվեց, մեկը գնաց մեկ այլտեղ քարոզելու, մեկ այլտեղ, հետո սրանք նահատակությամբ իրենց կյանքը կնքեցին, բայց այս մեկը թողեց։ Նա որն է կարևորը։ Նույնը Հուդայի պարագան, ինքը 12 առաքյալների մեջ էր, բայց երկնքին շատ մոտ ապրելով ինքը իր վախճանը դժոխքում գտավ։ Ուրեմն նշանակում որ Աստված բոլոր մարդկանց հրավիրում է այդ փրկությանը եւ հրավիրելով մեկտեղ դու նաև ծառայություն ունես մատուցելու։ Օրինակ, երբ որ մարդը պետք է իր մեղքի ճանապարհը թող ինչ ասում, երբ ես նամակի մեջ հիշում եք, ասում եթե մեկը մինչ այս պահը գողություն էր անում, թող հիմա իր արդար վաստակով իր հանապազորյա հացը վաստակի եւ ոչ միայն իր համար, այլև նաև բարեգործություն անի։ Ուրեմն նշանակում է ոչ միայն դու պետք է ծառայես այդ կոչմանդ մեջ, այլև ուրիշներին բարիք պիտի գործես։ Եթե ոչ, պիտի կորցնես թե քո այս պահի փրկությունը, այս շնորհ ու Աստծուց գտել ես, թե հավիտենական կյանքը, որ հետագայում պիտի ունենաս։ 11-րդ համարի մեջ էլ ասում է Ղուկասն է միայն ինձ հետ, Մարկոսին վերցնելով քեզ հետ բեր, որովհետև նա ինձ պետք է ծառայության համար։ Ով էր Ղուկասը։ Բժիշկ Ղուկասի մասին անցել ենք, չէ՞, մենք Ղուկասի ավետարանը սերտել ենք, ուրեմն Ղուկաս ավետարանչի մասին է խոսքը, սիրելիներ, որ նաև բժիշկ էր եւ բժիշկ լինելով ինքը նաև չամաչեց հոգևոր բժշկություն անել, ծառայություն անել եւ մեզ համար մնայուն ավետարան թողեց Ղուկասի ավետարանը, որ ամենագեղեցիկներից մեկն է, որովհետեւ ամենաշատ առակները պատմված են Ղուկասի ավետարանի մեջ։ Ուրեմն Ղուկաս ավետարանիչը բժիշկ լինելով նաև Պողոս Արաքյալի լավ բարեկամը դարձավ, նրա հետ մնաց իր ամբողջ կյանքի ընթացքում եւ բացի Ղուկասի ավետարանից նաև գրեց Գործք առաքելոցը։ Մենք նաև տեսնում ենք, թե Գործք առաքելոցը այդ ամբողջ 28 գլուխների մեջ ինչպես է պատմում առաքյալների, հատկապես Պետրոս, իսկ 10-րդ գլխից հետո Պողոս Արաքյալի ամբողջ գործունեության մասին, թե ինչպես եղավ այդ ամենը։ Եվ ամենայն մանրամասնությամբ, ինչպես որ բժիշկը ինքը ամենայն մանրամասնությամբ ստուգում է մարդու հիվանդությունը, նոր դեղատոմս է տալիս, որ ինքն էլ ամենայն մանրամասն, տեսեք Աստվածամոր հետ հանդիպես, լսեց, ինչպես եղավ ծնունդը, հրեշտակը, ինչպես ավետեց, ինչպես եղավ, այս ամբողջ պատմությունը մանրամասնությամբ գրել է Ղուկաս ավետարանիչը։ Ինչ է սա նշանակում, որ յուրաքանչյուր մարդ անկախ իր կոչումից ու պաշտոնից ինքը նաև մեկ ուրիշ առաքելություն ունի խոսել Քրիստոսի մասին։ Չպիտի ամաչել։ Մենք բժիշկներ կան, որ վախենում են խոսել, ուսուցիչներ ունենք, որ վախենում են Աստծո մասին, իրենք դեպ հավատում են, բայց վախենում են։ Մեր երջանկայիշատակ Սեպուս Սրբազանը, որ Թուրքիայից գաղթել են, եկել են Հայաստան, ասում է, երբ որ ես որոշեցի սովետական միության ժամանակ Չուլջանի մասին է խոսքը, Գուգարաս թեմի մեր առաջնորդը ննջեց կորոնայի ժամանակ,
ասում եմ, որ որոշեցի, որ պիտի գնամ ճեմարան սովորելու, ասում եմ, իմ դեմ բողոք բարձացավ, որ քեզ անպայման տեխնիկումից կհեռացնենք, ամոթ է սովետական միության մեջ հետա մնաց, ասում ամենաշատ խոսող իմ ուսուցչուհին էր, որ ամեն Կիրակի գախնի գալիս էր եկեղեցի, աղոթում էր, ծնկեր իջնում, աղոթում էր։ Ասում որ տես արդեն չափը շատ անցավ, ասում գնացի կամանց ասեցի, եթե թուղթս չտաս, բոլորին կասեն, որ դու աղոթում ես։ Հասկանում եք, այսինքն մարդ ինքը աղոթում է, ամեն Կիրակի եկեղեցի է գնում, բայց դպրոցում ինքը ասում է, ոչ, չի կարելի տղա ջան, դու իրավունք չունես Աստծուն հավատալ, հետամնացություն է 20-րդ դարում Աստծուն հավատալ։ Ուրեմն այսպես է ներ կյանքը։ Մարդը, երբ որ հավատում է, գիտի, որ իր հավատք իր կյանքում շատ գործեր է արել, ինքը պիտի խոսի այդ ամենի մասին։ Ուրեմն Ղուկասը իր բժիշկ լինելով հանդերձ, նաև դարձավ Տիրոջ բարի լուրը փոխանցողը։ Երկրորդ ասում եմ Մարկոսին բերս քեզ հետ։ Հիշում եք Մարկոսի մասին, սա էլ Մարկոս ավետարանիչն է, իր մասին խոսել ենք, երբ որ Պողոս Արաքյալը ինքը առաջին ճամփորդությունը պիտի գնար, Մարկոսին իր հետ վերցրեց։ Նա զավակներ Բարնաբաս Արաքյալի քրոջ տղան էր Մարկոսը։ Բայց ճանապարհի կեսին ինքը վախեցավ, տկարացավ եւ Պողոս Արաքյալը հետ ուղարկեց, հետագայում թույլ չտվեց, բայց հետո արդեն Մարկոսը զղջաց իր թուլության, իր տկարության պատճառով եւ դարձավ Պողոս Արաքյալի գործակից եւ հատկապես շատ օգնեց Պետրոս Արաքյալին, որտեւ ինքը Պետրոս Արաքյալից ամեն ինչ մանրամասն լսեց եւ Մարկոսը առաջին ավետարանիչն, առաջինը գրեց ավետարանը մեզ համար։ Ուրեմն Մարկոսին ասում է քեզ հետ կբերես Պողոս Արաքյալը, որովհետև ասում նա ինձ պետք է այստեղ եւ նա հավատարիմ ծառա էր դարձել, օգտակարություն ուներ քրիստոնեական մեր կյանքը քարոզելու համար։ Նա է գրել է Մարկոս ավետարան արդեն ասացի, եւ Մարկոս ավետարանը չի է նաեւ ինչով է հայտնի մեզ համար։ Ամենակարևոր բանը մեր կյանքում ի՞նչն է, այս աշխարհում տեսանելիորեն Սուրբ հաղորդությունը, չէ, որ մենք Քրիստոսի մարմին ու արյունը ճաշակում ենք, ուրեմն հիշում եք, վերջին ընթրիկը որտեղ տեղ ունեցավ Մարկոս ավետարանչի տանը։ Ուրեմն այդքան կարևոր էր այդ տունը, որտեղ որ Հիսուս գնաց եւ վերջին ընթրիք արեց եւ Սուրբ հաղորդությունը տվեց մեզ, որպես իր մարմին ու արյուն այս աշխարհում ճաշակելու համար։ 12-րդ համարը Տյուկիկոսին ուղարկեցի Եփեսոս։ Ուրեմն Տյուկիկոսը նույնպես Պողոս Արաքյալի մտերիմներից էր եւ համանաբար այն ժամանակ այսօրվա կապերը չկային, ինտերնետ չկար, փոստ չկար, հեռախոս չկար, որ զանգեինք, Պողոս Արաքյալը նամակները գրում էր, Տյուկիկոսը հիմնականում այս գործն էր անում, Պողոս Արաքյալի նամակները տանում էր հասցնում։ Իր մասին Եփեսացիների նամակի 6-րդ գլխում գրված է այսպես, բայց որpիսի դուք էլ գիտենաք իմ մասին թե ինչ եմ անում, Տյուկիկոսը սիրելի եղբայր եւ Տիրոջ հավատարիմ պաշտոնյան ձեզ ամեն ինչ կտեղեկացնի այդ մասին։ Ուրեմն երբ որ գա Եփեսոս, նամակը Եփեսաց նամակը Պողոս Արաքյալի բանտից Եփեսոս էր բերել Տյուկիկոսը։ Իսկ արդեն Կողոսաց նամակի մեջ ասում է սիրելի եղբայր եւ հավատարիմ պաշտոնյան եւ իմ ծառայակիցը։ Իտեր։ Ուրեմն տեսեք, ամեն մարդ այս աշխարհի մեջ առաքելություն ունի, բայց այդ առաքելության մեջ մարդը նաեւ պետք է հավատարմություն ցուցաբերի, սիրելիներս։ Մենք շատ հաճախ սիրով որևէ ծառայության մեջ մտնում ենք, բայց որոշակի ժամանակ հետո մեր ձգտումներն են թուլանում, տկարանում ենք մենք մեր ծառայության մեջ եւ փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի խուսափել մեր ծառայությունից։ Հեշտ բան չէր այն ժամանակ նամակ վերցնել, ձիերով, կառքերով, հետո նավով ծովը անցնել, գնալ, հասնել մի հեռավոր քայլ, տեսեք, Ռոմը որտեղ, Եփեսոսը որտեղ, այդ ամբողջ ճանապարհը գուցե 1 ամիս կամ 2 ամիս տևեր, բայց Տյուկիկոսը հանձներ արեր Տիրոջ խոսքի համար, այդ ամբողջ ճանապարհի դժվարությունները, փորձությունները անցնելու համար։ Մեզ այսօր ամենափոքր բանը, երբ որ մեր տանը մեկին ասում ենք մի հատ խանութ գնա հաց հար, մենք շատ ալարելով երբեմն դժգոհությամբ ենք այս ամեն անում։ Կամ երբ որ գարս ասում մի կտոր հաց սարքեք ուտենք, հաց պատրաստեք, դե լավ հոգնած եմ, հետո կանենք, այս ամբողջ մեր կյանքի մեջ կա։ Այն կոչումին, որ մենք կոչված ենք, կամ եթե մեկ ուզում է աղոթել, ասենք, դե լավ, որ այսօր չաղոթեմ, ինչ պիտի լինի։ Ոչինչ չի լինի։ Քեզ ֆիզիկապես ոչինչ չի լինի, բայց անտեսանելի Աստծո շնորհներից կզրկվես։ Եթե դու տկարանում ես կամ ծուլանում ես աղոթել, որովհետև Աստծո հետ զրույցից ես դու խուսափում։ Ուրեմն այս մարդն էլ այս ծառայության մեջ էր, հավատարիմ ծառան եւ սիրելի եղբայրը, որ ամեն ինչ արեց, որպեսզի Աստծո խոսքը քաղաքից քաղաք անցնի։ 13-րդ համարը Տրովադայում թողեցի վերարկուն Կարպոսի մոտ, երբ գաս հետդ բեր այն, բեր նաև գրքերը, մանավանդ մագաղաթները։ Ուրեմն տեսեք, մենք չգիտենք Պողոս Արաքյալը այս նամակը տարվա որ եղանակին էր գրել, բայց երբ որ ասում է վերարկուրբես, մենք հասկանում ենք, որ ձմեռը մոտ էր, որտեղ արդեն վերջում կտեսնենք վերջին համարի մեջ ասում է ձմեռը մոտ է, շուտ վերադարձի, շուտ տարի ինձ մոտ։
Ինչ վերարկու էր այս, որ ուզում էր Պողոս Արաքյալը, սիրելիներ։ Մեր այսօրվա վերարկուների պես չէր։ Այն ժամանակ վերարկուները գիտեք, չէ՞ ոնց էր։ Այս վերևի մասը մանցք են անում, այսպես հագնում էին գլխով, ամբողջական ծածկում էր։ Ուրեմն բնականաբար բանտում ցուրտ էր, գիշերները հատկապես Պողոս Արաքյալը կարող էր մրսել, դրա համար ասում է ին վերարկուն հետըդվեր եւ այն գրքերը եւ մագաղատները հետըդվեր, որոնք թողել եմ այնտեղ։ Ինչ է սա։ Ուրեմն Պողոս Արաքյալը վերարկուի կարիք ուներ, բայց հոգեվոր իմաստով վերարկուն ինչն էր։ Եվ տեսեք, վերարկուն է ուզում եւ գրքերն ու մագաղատները ցույց տալու համար, որ նախ մարդը ինքը պետք է Քրիստոսի սիրով ջերմանար, այդ վերարկունն է հոգեվոր իմաստով Քրիստոսի սերն է։ Եթե մենք այս աշխարհի մեջ մրսում ենք, այս աշխարհի մեջ մենք դառնություն ունենք, առաջին բանը որ պիտի հագնես վերարկուն։ Անառակ որդին որ վերադարձավ, հայրը առաջին ինչ տվեց նրան։ Պատմուճան, այսինքն ինչը տվեց, պատմուճանը արդարությունն էր։ Արդարությունը վերցեց իր վրա։ Որովհետեւ մենք էլ ջերմանանք այս աշխարհում, օրինակ մենք չենք ջերմանում, չէ՞, շատ հագնելուց։ Եթե դու ինքդ չորոշես ջերմանալ, տաք շորը քեզ չի ջերմացնում։ Կան չէ՞ մարդիկ անկողին են պարկում, մի քանի վերմակ են գցում, բայց էլի մրսում են, որովհետեւ իր նրանց ներսում է այդ ցուրտը։ Իսկ Պողոս Արաքյալը Քրիստոսի սերը եթե հագնենք մեր վրա, մենք կջերմանանք։ Երկրորդ արդեն գրքերն ու մագաղատները Աստծո խոսքն են խորհրդանշում։ Երբ որ մարդը կարդում է Սուրբ Գիրքը, Աստվածաշունչը ընթերցում, ինքը Քրիստոսի խոսքով ջերմանում է։ Մեզ հայտնի չէ թե այս ինչ գրքեր ու մագաղատներ են եւ ինչեր էր որ պիտի բերեր, հասկանալի որ կարող է սա լինել հատկապես 5 կտակարանի գրքերի կրկնօրինակներ, որ Պողոս Արաքյալի ձեռքն էր ընթերցելու համար, եւ նաեւ ոմանք էլ կարծիք ունեն, որ սա եղել է Պողոս Արաքյալի, այսինքն մագաղաթի վրա գրված էր Պողոս Արաքյալի Ռոմի քաղաքացի լինելու վկայական, այսինքն իր վկայականն էր պետք, որ ցույց տար, որ ինքը Ռոմի քաղաքացի է։ Գիտեք, այն ժամանակ ամենաթանկ բանը, որ մարդը ունի, Ռոմի քաղաքացիությունն է, ինչպես որ այսօր շատերը երազում են Ամերիկայի քաղաքացիություն կամ գրին քարտ ունենան, որպեսզի Ամերիկայում ապրեն, այն ժամանակ էլ Ռոմի թուղթն ունենան կարևոր։ Եթե դու Ռոմի քաղաքացի ես, վերջ դու բոլոր խնդիրները քո լուծված էր, ճանապարհներդ բաց էին, քեզ մեկը չէր կարող նույնիսկ ասել աշկիդ վերև ունք կա։ Ինչպես այսօր, չէ՞ թե մեկը Ամերիկա գնալ հնարավորություն ունի, վերջ ինքը խնդիր չունի, երբ կուզի կգնա, կապրի այնտեղ, կաշխատի, իր համար բացված է հաջողության դռները կամ երջանիկ կյանքի խոստում կա այնտեղ։ Այդպես էլ այստեղ է։ Բայց արդեն ասացի ամենակարևորը այստեղ սա էր, որ Պողոս Արաքյալը վերարկուն ուզում էր մարմինը ջերմացնելու, բայց սերն էր, որ պիտի ջերմացներ եւ արդեն Աստծո շնորհը Սուրբ Գրքի ընթերցանության միջոցով։ 14-15 համարների մեջ ասում է. Աղեքսանդրոսը բազում չարչարանքներ պատճառեց ինձ, թողտերը նրան հատուցից իր գործերի։ Նրանից դու էլ զգուշացիր, որովհետև մեր խոսքերը շատ հակառակվեց։ Ուրեմն այս Աղեքսանդրոսը, սիրելիներ, գիտեք, այն ժամանակ, որ ասում ենք Աղեքսանդրոս, Ալեքսանդր բառն է։ Այն ժամանակ ղ-ով էր գրվում Աղեսանդրոս։ Ուրեմն այս մարդն անձն է, որ Պողոս Արաքյանին շատ ցավ է պատճառել։ Ամբաստանել, նույնիսկ սուտ վկայություն մատնություն տվել ռոմեական կայսրության առջև դատարանի ժամանակ։ Ուրեմն հատկապես նաև Պողոս Արաքյանին լքել է նեղության ժամանակ եւ ինչպես տողերից էլ տեսնում ենք, ասում է նա շատ է հակառակվել մեր խոսքերին։ Ուրեմն կան մարդիկ մեր կյանքում էլ, որ եկեղեցու մեջ էլ կարող են լինել, մեր ընկերական շրջապատում էլ կլինեն, որ միշտ մեզ հետ են, ամեն ինչից տեղյակ են, բայց երբ որ մենք հանկարծ նեղության մեջ ենք հայտնվում, առաջին բամբասողը մեզանից իրենք են լինում։ Առաջինը քարնետողը մեզ վրա իրենք են լինում։ Այս մարդն էլ հավատացել էր, Պողոս Արաքյալ երկար ճանապարհ էր անցել, բայց երբ որ Պողոս Արաքյալին ձերբակալեցին, առաջին ինքը ամբաստանություն արեց Պողոս Արաքյալի հանդեպ եւ շատ նեղություններ ու ցավ պատճառեց։ Ինչքան ցավալ է, չէ՞, որ իմանում ես այն մարդում է դու հաց ես կերել, քո տուն է եկել, հանկարծ որովհետեւ քեզանից բամբասում է կամ չարախոսում է։ Սա մեծ ցավ է։ Դրա համար ասում է դու էլ զգուշացիր։ Հիմա ասում է ինձ շատ չարիքներ, չարչարանքներ պատճառեց։ Ուրեմն հունարենի մեջ չարիք բառը նշանակում է դավաճանել, դավաճանություն եւ ուրացություն է նշանակում կամ մեղադրել է նշանակում։ Ուրեմն ավելի վտանգավոր է դավաճանելը, ումից որ չէիր սպասում, չէ՞, որ այս մարդը ինչը լինի քեզ հետ պիտի լինի, քո հետ այդ ճանապարհը պիտի անցնի, բայց հանկարծ մենս այդ առաջին այդ մարդն է քեզ լքել։ Հիշում եք Պետրոս Արաքյալը, երբ որ Հիսուս ասում է Պետրոս, սատանան ուզում էր ձեզ հնձել, բայց ես աղոթեցի, որպեսզի ձեր կյանքերը պահի, Պետրոս Արաքյալը ասում է Տեր, եթե բոլորն ուրանան, ես չեմ ուրանա, քեզ մինչև մահ քեզ հետ պիտի գամ։ Ու երբ որ եկան Հիսուսին ձերբակալելու, բոլորը փախան, չէ՞։ Պետրոս Արաքյալն էլ 3 անգամ ուրացավ մի քանի ժամվա մեջ։ Ուրեմն ինչքան սարսափելի էր այդ ֆիլմի մեջ այնքան գեղեցիկ է, երբ որ Պետրոս Արաքյալը 3-րդ անգամ ուրանում է,
շրջում է ու Հիսուսի աչքերին է հանդես, նայում է, ասենք Հիսուսը աչքերով կարող կարծում ես Պետրոս ինչու ու պատկասում եք մարդու վիճակը ումից որ դու վստահ ես քեզ չի դավաճանելու ու հանկարծ ինքը քեզ ասում է ես ուրանում եմ այդ մարդուն չեմ ճանաչում ուրեմն այսքան ցավ էր պատճառել այս Աղեքսանդրոսը Պողոս Արաքյալին դավաճանել էր ուրացել էր բայց տեսեք ինչ է ասում չի անիծում չի հայոյում ոչ մի ավելի բառն ասում է Տերը թող հատուցի նրան սա ամենակարևոր պատգամն է այսօրվա այս սուր գրքես ընթերցանության մեջ որովհետև Պողոս Արաքյալը չի անիծում դեսից դենից այնպիսի բառեր չի խոսում ընդհանրապես ասում է թող Տերը հատուցի իրեն թողում է Աստծուն այս ամենը մեր կյանքում երբ որ մենք այսպիսի վիճակների մենք հատնում ենք ինչ ենք անում եթե մեզանից մեր դիմացինը ինչ է մեզանից հարուստ է իշխանություն ունի մենք անիծում ենք որովհետև այլ բան չեն ասում թող մուրազատ փորդ մնա լավ որ չտեսնես այսպես լիք վատ բաներ ենք անեցք ենք տալիս եթե մեզանից ցածր է կարող ենք ծեծել պատժել ամենադաժան վերաբերմունքը ցույց տալ սա մեր մարդկային կյանքն է բայց տեսեք Պողոս Արաքյալը ոչ մի բառ չի ասում չի չարում ասում է թող Տերը հատուցի ոնց որ պետք է ինչու որովհետև Տերը ինչ էր ասել իմն է վրեժխնդրությունը թող ինձ ես ամեն բան կանեմ որ տեսեք ինչ ասում Հռոմեացի նամակի մեջ ինքներդ վրեժխնդիր մի եղեք սիրելիներ այլ թույլ տվեք որ Աստծո բարկությունը կատարի այն որովհետև գրված է իմն է վրեժխնդրությունը եւ ես կհատուցեմ յուրաքանչյուրին ի շարունակության մեջ էլ ասում է եթե մեկը քաղցած է քո թշնամին քաղցած է հաց տուր իրեն Հիսուսը ինչ էր ասում աղոթեք ձեր թշնամիների համար ձեր հալածողներին օրհնեք կարող ենք մենք անել այսօր այս ամենը մենք մեր մեջ ուժ կգտնենք որ մեզ հայոյողին անիծողին օրհնենք կարող ենք անել շատ դժվար է ինչպես պիտի անենք ուրեմն հոգևոր կյանքի մեջ այնքան պիտի առաջացած լինենք այնքան հասուն լինենք որ Քրիստոսանման կյանք ունենանք որպեսզի կարողանանք այսպիսի բառ ասել մենք ամենաչնչին բանը նույնիսկ այսօր երբ որ մեքենով մեկ ազդանշան է տալիս որ արագ գնա ինչ ասես ասում ենք չէ կամ երբ որ մեր դիմացը մեկը կտրուկ արգելակում է ամենավերջի բառերը ու այս վերջին շրջանում նկատեմ որ կանայք են ավելի շատ հայոյում քան տղամարդիկ Այսինքն այդ համբերությունը չունենք դիմացինի սխալի հանդեպ, բայց նույն բանը որ մենք ենք անզգուշանում, դե լավ ասում ենք ինչ ենք արել, որ մի հատ էլ անհանգստացնում են մարդիկ մեզ։ Ուրեմն այսպիսին է մարդկային մեր տկար կյանքը։ Եվ նրանք ովքեր ցավ են պատճառում մեզ, պետք է նրանցից զգուշանալ, այսպես ինչպես տեղ ասում է Պողոս Արաքյալը, պետք է զգուշանալ։ Ոչ թե պետք է այդ մարդուն մերժել, այլ զգուշ պետք է վարվել այդ մարդուն։ Եթե մեկ անդադար քեզում է ցավ պատճառել, դու պետք է շատ զգուշ լինես, որ քեզ չվնասի, ցավից այն կողմ չանցնի։ Այսինքն ցավեցնելուց հետո քեզ չստորացնի, չնվաստացնի։ Այլ շատ զգուշ պետք է այդ մարդուց շփվես եւ որպեսի չզգաս այդ ամենը, եւ որպեսի այդ ամենը լինի, ինչ պիտի անենք, մենք իրենց համար պիտի աղոթենք։ Մարդիկ կան, որ նախանձից են չարանում։ Օրինակ կան մարդիկ, որ մեզանից շատ կարող է աշխատել, բայց չհասնել են արդյունքին, ինչ որ մենք ենք հասնում, եւ սա պատճառ դառնում ինքը նախանձի։ Կան չէ, որ երեխաներ, օրինակ դպրոցում, իրենք մեկը կես ժամում է դասը սովորում, մեկը 2 ժամում է սովորում, եւ իր համար շատ դժվար է։ Այս մեկը լավ վերլուծական միտք ունի, այս մեկը չունի։ Սա պատճառ է դառնում, որ նախանձի մեկը մյուսին եւ չարախոսի։ Կամ մենք իրեն պիտի օգնենք, որ իրեն բարձրացնենք, կամ էլ պիտի համբերատար սպասենք, մինչեւ ինքը հասունանա փոխի։ Եվ դրա համար պետք է աղոթել եւ առանց նաեւ աղոթելու ընթացքում չար չպիտի խորես իր մասին։ Չար բան չպիտի մտածես, որովհետեւ եթե ինքը իմանար ինչ էր անում, չի անի։ Ցանկացած մարդ ով որ եթե հասկանա իր արած այս մեղքը շատ շատերին պիտի պատճառի ցավ չի անի, չի գիտակցում ինքը, որովհետև ցավը երբեմն մարդուն կուրացնում է, նախանձը մարդուն աչքերը փակում է, ականջները փակում, ինքը չի տեսնում այլևս, չի ուզում լսել այն ճշմարտությունը, որ կա։ Դրա համար մենք մկրտության ժամանակ ինչ ենք անում, ասում ենք բացի քո ականջները, որպեսզի միշտ Աստծո խոսքը կարողանաս լսել։ Այսինքն եթե Աստծո խոսքին ականջ դնի մարդը, ինքը գիտակցի, որ իր հացը մեղք է։ Բայց քանի որ մենք Աստծո խոսքի փոխեն ավելի շատ ախորժում ենք չարության խոսքեր լսել, բամբասանքի խոսքեր լսել, սա նաև պատճառ է դառնում, որպեսզի այդ մեղքը մտնի մեր կյանքի մեջ։ Եվ տեսեք Հովան Ոսկեբերյան հայրապետ ինչքան գեղեցիկ է բնութագրում, ասում է Պողոս Արաքյալը Տիմոթեոսին չի ասում վրեժ լուծիր, պատժիր, վիրավորիր նրան, թեև կարող էր այդպես վարվել իրեն տրված շնորհով, բայց այդպես անել չի պատվիրում։ Ոչ էլ Տիմոթեոսին տրամադրում է Աղեքսանդրոսի դեմ, այլ պատվիրում է զգուշանալ նրանից, վրեժխնդրությունը թողնել Աստծուն, որովհետև Տերը անպայման հատուցելու է։ Ես սա ոչ թե նզովք է, այլ մարգարեություն։ Տեսեք, սա նզովք չի, ասում եմ, մարգարեություն է։
թող Աստված կտնօրինի։ Մենք էլ երբեմն թե կարող ենք գնա Աստված քեզ հետ, Աստված ամեն բան կորոշի կամ Աստված ժամանակին ցույց կտա, մենք այդ մարդուն հնարավորություն ենք տալիս նորից առիթ փնտրելու։ Տեսեք ապաշխարության օրինակ, այսօրվա թեև այսօրվա օրվա հարց ու պատասխան մեջ դրել եմ, երբ է մարդը ապաշխարության գալիս։ Ոմանք հանկարծակի միանգամից, ոմանք էլ փուլարփուլ։ Օրինակ Պետրոս Առաքյալը կամած հասավ ճշմարիտ Աստված ճանաչողությունը, Պողոս Առաքյալը միանգամից։ Մարդիկ, ովքեր իրենց սիրտը պատրաստում են Քրիստոսի համար, Աստվածաշունչ կարդալով, աղոթելով Քրիստոսին հրավիրում ես կյանքի մեջ, երբ որ Տերը գալիս ենք միանգամից փոփոխություն, բայց այն մարդը, որ Քրիստոսին չի փնտրում, բայց Քրիստոսի շնորհը, սերը գալիս է դիպչում այդ մարդուն, նրան ժամանակ է պետք փոխվելու համար։ Կամած պիտի փոխ, որովհետև տարիներով արմատացած մեղքը միանգամից չես կարող անել։ Այդ նոր տնկած ծառը երբ ուզես կարող ես քաշել հողի մեջից հանել, չէ՞։ Բայց 2-3 տարվա ծառը կարող ես հեշտությամբ քաշել հանել, չէ։ Դե պատկերացեք մեկը 40, 50, 70, 80 տարի անաստված կյանքով ապրել է չարությամբ, վրեժխնդրությամբ, բարկությամբ, ու այդ արմատները այսպես իր ամբողջ սիրտը այսպես շղթայակապ են արել։ Պետք է որ կամած այդ շղթաների հատիկները հատիկ բացես, որ սիրտ ազատագրես։ Դրա համար մենք մարդուն պետք է հնարավորություն տանք նաև մեր ներողամտությամբ։ Հիսուս ինչ արեց տերների սրանց, որտեղ չգիտեն ինչ են անում։ Չգիտեին ինչ են անում։ Կուրացած էին։ Նույնը Սուրբ Ստեփանոս ասես տերների սրանց, որտեղ չգիտեն ինչ ունեմ։ Պողոս Առաքյալն էլ Հիսուսանման վարվեց։ Իր ուսուցչի պես, իր փրկչի պես ինքն էլ ներեց այն մարդկանց, ովքեր իր հանդեպ այսպես չարություն ունեն, ուրացել էին, թողել են եւ գնացել են։ Հիմա կտեսնենք արդեն հաջորդ համարի մեջ 16-րդ համարի մեջ ասում է առաջին ատյանի ժամանակ ոչ ոք ինձ թիկունք չկանգնեց, բոլորը լքեցին ինձ, այդ թողնուն նրանց, բայց արդ թող դրանք նրանց հանցանք չհամարվի։ Ուրեմն առաջին ատյանի ժամանակ ասում է բոլոր լքեցին ինձ, բայց դա թող իրենց հանցանք Տերը չհամարի։ Ինչ էր սա նշանակում։ Ուրեմն հռոմեական օրենքի համաձայն սիրելիներ, բանտարկյալին կամ ամբաստանյանին իրավունք էր տրվում խոսելու, ինքը իրեն արդարացնելու։ Մեր մոտ հիմա ինչպես ասում ենք, մեղադրյալ վերջին խոսք ունեք ասելու, բայց դրա չէր որոշում իր մեղքը։ Ինքը վերջին մաղթան կամ ասում են, ինչ են ասում այսօր, եթե կարող եք ներեք, տանը երեխաներ ունեմ, եթե կարող եք մեղ բաժել, բայց այն ժամանակ հռոմեական դատարանում դու հելնում էր, ինքդ քեզ պաշտպանում էր, փաստեր էր բերում։ Ու երբ որ Պողոս Առաքյալին ձերբակալեցին, ինչի մեջ էին մեղադրում Պողոս Առաքյալին։ Հռոմեական կայսրությունը վնաս հասնելու, չէ՞, Հիսուսին իբրև ինչ դատեցին։ Պետական դավաճանության մեջ, չէ՞, ապստամբության, այսինքն մեզ տրամադրում է, ասում է կայսրին հարկեր, մի տվեք, էս արեք, մի, այսինքն բայց Հիսուս երբեք այնպես բան չէր ասել, չէ՞, նույնիսկ հակառակ որ Հիսուսին հարցրել են օրինավորի կայսրին, տալ ասել կայսրին տվեք կայսրին, Աստծուն տվեք Աստծուն։ Ուրեմն նույնը Պողոս Առաքյալի պարագան էր։ Երբ որ Պողոս Առաքյալը իրավունք տրվեց դատարանում խոսել, ինքն իրեն պաշտպանելու, ոչ մի վկա չգտավ, որ ասեր այո, Պողոս Առաքյալը ճիշտ է ասում։ Այն բոլոր մարդիկ, ովքեր իր հետ են փախան, այն բոլոր քրիստոնյան, ովքեր Հռոմում ապրում էին, ասացին Պողոս Առաքյալին չենք ճանաչում։ Ուրեմն մենակ թողեցին Պողոս Առաքյալին։ Բայց տեսեք, ասում է, թող Տերը դա նրանց մեղք չհամարի։ Թող ների Տերը իրենց, դա իրենց համար թող մեղք չհամարվի։ Ուրեմն փորձության ժամանակ նաև այդպես է, որ շատ հաճախ մարդիկ լքում են մեզ, ասում են մենք չենք ճանաչում, չգիտենք, չենք տեսել, չենք լսել, ու մենք միայնակ ենք մնում։ Ուրեմն Պողոս Առաքյալը այստեղ ինչ է ցույց տալ, իր հզոր հավատքն է ցույց տալի, իր սերն է ցույց տալի բոլոր մարդկանց նկատմամբ, եւ այստեղ աղոթում է, որ Տերը, տեսեք, չի ոչ միայն ասում է թողներ, այլև աղոթում է, որ Տերը այդ մարդկանց մեղք չհամ, որտեղ տկարություն է, մարդկային տկարություն է։ Գուցե վաղ ինձ էլ մեկը գա սպառնի, ես այդ հարցը միշտ դեպ որ մարդիկ ասում են, ոնց ուրացան, այս մեկը մյուս ասում եմ, լավ պատկերացրեք քո երեխային բերել են քո դիմաց ատրճանակը պահում են, ասում են Քրիստոսից հրաժարվի։ Ինչ պիտի անես։ Այստեղ է քո հավատքը երևալու, թողել է զավակից սպանեն, թե դու քո հոգուտ փրկության մասին։ Առաջին դու մտածես քո զավակի մասին։ Որտեղ ուզել ես քո զավակին փրկել։ Դրա համար շատ հեշտ է մեղադրել մեկին, ով ինքը այդ փորձությունը չի անցել, բայց դիմացինը անցել է այդ փորձության մեջ։ Երբ որ մեկը չի կորցրել իր պատիվը, դու ոնց կարող ես հասկանալ մեկին ում ստիպել են կորցնել իր պատիվը, ստիպել են որ դավաճանի։ Ես իմ առաջի երբ որ գալիս են մկրտության, երբ որ երեխաներ են, իմ առաջին հարցն եմ, ծնողները ձեզ ստիպել են որ մկրտվեք։ Ձեզ զորով են բերել այստեղ, համոզելով թե դուք եք ուզել։ Ես դա ինձ հարցնում եմ, որ հանկարծ իրենց կամքին հակառակ իրենց չմկրտեն, հետո այդ մարդը մեղադրի թե Քրիստոսին, թե քահանային,
թեր ծնողներին, որ իրենց չուզենալով իրեն տարել են մկրտության։ Ուրեմն այս հարցը անձնական է շատ։ Դրա համար ասում է թող Տերը դա նրանց մեղք չհամարի, որովհետև Հիսուսը նման քայլ է անում եւ նրանք, որովհետև առաջինը վախից էին, վախի պատճառով էին, վախը շատ բան է փոխում մեր կյանքի մեջ։ Եթե դու մահվան այդ հանդեպ ունեցած, օրինակ Պողոս արաքմեր մահը վախենալու չէր, իր համար մահը միջոց էր Քրիստոսի միանալու։ Մեզ համար մահը վախ է ծնում։ Ամենաչնչին բանը մեծ բարձր ջերմություն ենք ունեմ, խառնվում ենք իրար, իսկ հիմա մահաց ենք, մեր սիրտը ծակում է, ճնշումը բարձրանում է, մենք խառնվում ենք իրար, վախենում ենք։ Եվ այստեղից էլ կորցնում ենք մեր հավատքը անվերապահ Քրիստոսի հանդեպ։ Դրա համար գիտեր, որ վախից էր, ինչպես որ առաքյալները վախից փախան, չէ, բոլորը թողեցին Քրիստոսին միայնակ։ Վախի պատճառով, որովհետև Սուրբ Հոգով դեռ լցված չէին, զորացած չէին, իրենց հավատքի մեջ հասուն չէին, կայունացած չէին, հետո արդեն Սուրբ Հոգին երբ որ բոլորը ստացան, բոլորն էլ 12-ն էլ գնացին նահատակության, բոլորը նահատակվեցին, մեն Հովհաննես առաքյալը իր մահով մահացավ այն էլ գերության աքսորի մեջ։ Ուրեմն սա պետք է զգուշ լինել, որևէ մեկին մեղադրելուց առաջ պետք է քննես, ինչու է այդպես արել, եւ հնարավորություն տաս այդ մարդուն արդարանալու եւ նորից իր կյանքը վերականգնելու։ Հիմա վերջում կտեսնենք, որ այս շատերը, ովքեր Պողոս առաքյալին լքել էին, վերջում արդեն Պողոս առաքյալի հետ են եւ ողջուններ են ուղարկում Տիմոթեոս առաքյալին։ 17-րդ համարը Բայց Տերը օգնեց ինձ եւ զորացրեց ինձ, որպեսզի ինձանով հաստատվի քարոզությունը եւ բոլոր հեթանոսները լսեն այն, առյուծի բերանից փրկեց ինձ։ Ճիշտ է, որ մարդիկ թողում են մեզ եւ Պողոս առաքյալներ թողեցին, բայց ամենակարևորը ով իրեն չթողեց, Տերը։ Հիսուս չթողեց Պողոս առաքյալին։ Ինչ է ասում Հիսուս, հիշում եք իր վերջին բառերը, որ պիտի երկրից գնար, ես ձեզ հետ եմ ձեր կյանքի բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը։ Մեզ բոլորը կարող են միայնակ թողնել սիրելիներ, բոլորը։ Աշխարհում ամենաշատ այսօր ինչ կա, մանկատներ եւ ծերանոցներ։ Ոմանք մերժված են իրենց ծնողներից, ոմանք էլ իրենց զավակներից։ Հնարավոր է, բոլորը մեզ կարող են թողնել ու հեռանալ, բայց Տերը ոչ միայն օգնեց Պողոս առաքյալին, այլև զորացրեց, ուժ տվեց, որպեսզի Պողոս առաքյալը քարոզեր։ Ուրեմն ինչ էլ որ լինի, Տերը մարդուն չի դավաճանում, Տերը մարդուն միայնակ չի թողնում, Տերը առանց իր ներկայություն չի թողնում մարդուն։ Ոչ մի վայրկյան, ոչ մի ակնթարթ Տերը մարդկանց միայնակ չի թողնում։ Տերը միշտ մեզ հետ է։ Այն պահին, երբ որ մենք նույնիսկ իրեն չենք տեսնում, ինքը մեր կողքը կանգնած է։ Մի գեղեցիկ պատմություն կա, որ հայրը տղային անտառով տանում էր դպրոց, ամեն օր հետ էր վերադառնում։ Մի օր ասում է տղաս, այլևս ես չեմ գալու, դու միայնակ պիտի գնաս։ Եվ տղան ինքը մտնում է անտառ եւ վախվորած գնում է, բայց հայրը հետևից գալիս էր։ Եվ երբ որ դուրս է գալիս հաղթարած, հայրը մոտենում է, ասում է ինչպես դուրս եկար, ասում է հայր, ես գիտեի, որ դու ինձ միայնակ չես թողնու, դու ինձ կհսկես իմ ամբողջ ճանապարհի ընթացքում։ Ուրեմն այնպես էլ Տերն է մեզ հսկում։ Մենք ուր որ գնում ենք, ինչպես որ գնում ենք, ընկնում ենք, բարձրանում ենք, ցավ ենք ապրում, ուրախանում ենք, Տերը այդ բոլոր ճանապարհներին մեզ հետ է եւ մեզ զորացնում է։ Ուրեմն չի լքում մարդուն նույնիսկ իր մեղքերի մեջ, որովհետեւ Տերը չի կամենում մեղավորի կորուստ, այլ նրա դարձն ու փրկվելն է կամենում։ Ինչ էլ որ լինի, Աստված միշտ ներկա է մեր կյանքի մեջ։ Եթե բոլորն էլ մեզ թողնեն, միևնույն է Աստված մեզ գալու օգնության։ Ինչ էլ որ լինի, բոլորն էլ որ լքեն, ոչ ոք էլ չմնա, Տերը անպայման այնտեղ է լինելու։ Եվ ես միշտ ասում եմ, եթե մարդիկ ովքեր որ երբեմն թերահավատ են, որ գնում են հուղարկավորության, սուրբ հարությունից եմ խոսում, լսում եմ, որ մարդիկ ճպճպացնում են բերաները, թե այս ինչեր ասում, այն մարդ ինչ հավիտենական կյանք, ինչ հարություն, ասում եմ, եթե ոչինչ չլինի մահից հետո, Քրիստոս հաստատ այնտեղ ինձ սպասում է։ Եթե ոչ մի բան չլինի, լույս չլինի, կյանք չլինի, Քրիստոս ինձ ինտեղ դիմավորելու է։ Այդքան ինձ համար բավական է, որ ես վստահ լինեմ, որ այդ կյանքը կա ինձ համար այնտեղ պահված։ Ես այդքանը վստահում եմ, որ Քրիստոս այնտեղ պիտի լինի։ Ուրեմն Տիրոջ օգնությամբ Պողոս առաքյալը ինչ արեց, ավետարանը վկայելու հնարավորություն ստացավ ոչ միայն դատարանում, տեսեք դատարանում խոսում էր, վկայում էր, նաև դատարանից դուրս հեթանոսներին քարոզեց։ Այս նամակները շատերը մենք անցել ենք, չէ, Եփեսացիների նամակը, Կողոսացիների, Թեսաղոնիկացիների, սրանք բոլորը բանտում էր գրվել, սիրելիներ։ Ուրեմն բանտում նստած Պողոս առաքյալը քարոզչություններ կատարում։ Այսօր ո՞նց ենք այդ օրինակը տեսնում։ Ձայնագրում ենք, դնում ենք համացանց, ամբողջ աշխարհը նայում է։ Չէ, շատ հեշտ։
Բայց այն ժամանակ ինքը բանտում նստած ձեռագիր գրում էր առանց ձայնագրելու, այդ ձեռագիրը ընդօրինակում են, հետո ուղարկում են տարբեր համայնքներ, որպեսզի մարդիկ կարողանային կարդալ եւ փրկության արժանան։ Ուրեմն Պողոս Արաքյալ իր համար այստեղ իր համար հոգ չի անում, որովհետեւ իր ամբողջ մտահոգությունը ավետարանի քարոզչությանն է։ Ինքը իր մասին չի մտածում։ Ոչ մի բան իրեն չի խանգարում, իր նպատակը ավետարանն էր եւ Հռոմը, որ հեթանոսական աշխարհի կենտրոնն էր, ուրեմն դարձավ նաև քրիստոնեության կենտրոն։ Այստեղ իսկ ճառագես քրիստոնեից եւ հռոմեացին այլասերված այդ կյանքը, որ գիտեք, ամենաստոր մեղքերը Հռոմում կատարվում էր, միասեռականությունից սկսած մինչև այլասերվածություն, կենթանի հետ մարդկային հարաբերություններ, այս ամենը փոխեց։ Աշխարհի հեթանոսության կենտրոնից ավետարանի լույսը տարածվեց ամբողջ աշխարհի մեջ, եւ որպես բանտարկյալ ինքը նաև ամենայն համարձակությամբ քարոզեց։ Քաջություն ուներ, նույնիսկ իրեն հսկող զինվորներին քարոզեց եւ նաև աշխատում էր իր ձեռքերով, վրան էր գործում եւ տալիս էր։ Եվ տեսեք, գործ կառաքելուց մեջ ինչ է ասում, եւ ամբողջ 2 տարի Պողոսը ապրեց իր ծախսով եւ ընդունում էր բոլոր նրանց, որ գալիս էին իր մոտ, քարոզում էր Աստծո արքայություն եւ ամենայն համարձակությամբ անարգել ուսուցանում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին։ Բանտում էր, իրեն լիքը մարդ գալիս էր այցելության եւ համարձակ քարոզում էր, չէր վախենում։ Գիտեր, որ ինքը Աստծո փրկությունն է բերում մարդկանց։ Եվ մի բան էլ այստեղ ասում է վերջին տող, ասում է ես եւ առյուծի բերանից փրկեց ինձ։ Ինչ է սա առյուծի բերանից փրկեց։ Սա նշանակում է մահվանից փրկեց։ Չի բացառում, որ այդ առաջին ձերբակալության ժամանակ փորձել են սպանել կամ դաբադրություն են կազմակերպել, ինքը փրկվել է։ Եվ ինչպես կամ որտեղ է տնեցել գրված չի, չգիտենք։ Ինչու է ասում առյուծի բերանից փրկվեց։ Այսօր ամենաուժեղը աշխարհում ով է։ Մահը։ Մահը առյուծի պես է, չէ՞, ինքը ամենաուժեղն է այս աշխարհի մեջ։ Ինքը աշխարհի թագավորը մահն է։ Մարդը չէ, մահն է, որ որևէ մեկին հարուստ, աղքատ, իշխանավոր, հայտնի, անհայտ մարդ հավաքում տանում է, չի սպասում եւ չի հարցնում, կարող եմ կամ չեմ կարող, անակնկալ տեղում գալիս է եւ որտեղից ենք այս տողը նաեւ իմանում, Պետրոս Արաքյալի ընդհանրական նամակից, ասում է մեր ոսողը, թշնամին, մռնչացող առյուծի պես անդադար մեր շուրջը պտտվում է եւ հարմար պահի է սպասում մեզ կուլ տալու համար։ Որ մահը ամեն օր մեր շուրջը պտտվում է։ Ամեն վարքյան։ Մենք չգիտենք ինձ, ձեզ, որևէ մեկին որտեղ կհափշտակի, որտեղ կուլ կտա մահը մեզ, բայց ինքը մեզ հետապնդում։ Եվ ամենաուժեղն է ինքը այս աշխարհում։ Եվ ասում է մահը, Մարկոս Ավրելոսի խոսքն ասում է, մահը մեզ մի ժպտում է։ Մնում է որ մենք իրեն փոխադարձ ժպտանք։ Առանց վախենալ, ինչպես Պողոս Արաքյալն արեց, մահ, ուր է քո խայթոց, այլևս չեմ վախենում քեզանից։ Ուրեմն մահից էլ փրկեց Աստված։ Տեսեք, ոչ միայն այս մարդկանցից, այս մարդից ովքեր են ուրացան, դավաճանեցին, այլև մահը եկավ Պողոս Արաքյալին, բայց ինքը ասում է, տեսեք, առյուծի բերանից, այսինքն մահվան ճիրաններից հանեց ինձ Պողոս Արաքյալն, ասում եմ, Տերը փրկեց եւ հնարավորություն տվեց ավետարանը քարոզելու համար։ 18-րդ համարի մեջ Տերն ինձ կազատի բոլոր չար գործերից, կհասցնի իր երկնային արքայությունը նրան փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Պողոս Արաքյալ արդեն ասացի, որ Հռոմում բանտում էր սիրելիներ, իր երկրորդ եւ վերջին բանտարկությունն էր, այլևս ինքը ազատություն չէր տեսնելու, իրեն մահ էր սպասում, որտեղ արդեն Ներոնի կողմից վճռված էր, որ Պողոս Արաքյալը պիտի մեռնի, եւ հիմա նա բանտից եւ մահամանից պիտի ազատագրվեր, պիտի մահանար, բայց ինքը ինչ է ասում, որ ինքը պատրաստվում է այդ մահվանը, չի վախենում, որտեղ վստահ է, որ Տերը սատանայի բոլոր չար հնարքներից իրեն պիտի ազատի եւ իր երկնային արքայությունը պիտի արժանացնի։ Ուրեմն այն պարտություն չէ, այսինքն մահը մարդու համար պարտություն չէ, այլ հակառակը ինչ է, հաղթանակ եւ փրկություն։ Մարդը այս աշխարհից դուրս է գալիս հաղթանակած, եթե հավատացել է եւ ինչի արժանում փրկության։ Մենք մեր ամբողջ կյանքում իբրև մարդ հավատանք թե չհավատանք, սա հստակ մեզ համար ֆիքսենք, որ հավատանք թե չհավատանք մենք փնտրում ենք Աստծուն։ Կատարյալ ինչ որ բան ենք, չէ, փնտրում, անհավատն է, ինչ որ կատարելություն է փնտրում, որ իրեն վեր կգա։ Մենք Աստծուն երբ ենք գտնում իրականում մեր մահով։ Եվ մահից հետո վայելում ենք Աստծո ներկայությունը, սիրելիներս։ Ուրեմն սա պարտություն չէ, այլ հակառակը հաղթանակ է եւ փրկություն։ Եվ տեսեք, ինչ է ասում Կորինթանց նամակի մեջ, որ շատ եմ սիրում այս հատվածը, ասում է եւ այս մահկանացու գոյությունը հագնի անմահություն եւ այս ապականացու մարմինը անապականություն, այն ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրվեց. մահը կուլ գնաց հաղթությանը։ Ուր է մահ քո հաղթությունը, ուր է գերեզման քո խայթոցը։
Երբ որ այս անապական մարմինը ասում է հագնյան մահությունը, այդ ժամանակ գրվածը պիտի կատարի, որ մա դու կուլ գնացիր հաղթանակին, այսինքն դու այլևս ոչինչ ես մեզ համար։ Ուր է քո խայթոցը գերեզման, այլևս դու չես կարող ինձ վախացնել գերեզմանի մեջ դնելով, որովհետև ես հաղթանակած եմ։ Հիսուսը ասում է, ես հաղթեցի աշխարհին, եւ այդ հաղթական զենքը Հիսուս տվել է մեզ սիրելիներ, որովհետև Աստված մարդուն կառաջնորդի այդ փրկությանը։ Ուրեմն մեր կյանքի նպատակ այս աշխարհի մեջ դա է, որ մենք հաղթանակած ու փրկված մուտք գործենք դեպի հավիտենական կյանք։ 19-րդ համարը ողջունիր Պրիսկային եւ Ակյուղասին, նաեւ Օնեսիմոսին ընտանիքին։ Այս մարդկանց մասին մենք արդեն կարդացել ենք, անցել ենք Եփեսյան նամակի մեջ, ուրեմն առաջինը Օնեսիմոսը ով էր, մենք իր մասին կարդացինք առաջին նամակի մեջ, այս այն մարդն էր, որ Ռոմի մեջ ինչքան էլ որ հալածանք կար, ինչքան որ արգել կար, այս մարդը իր ամբողջ ընտանիքով միշտ այցելում էր Պողոս առաքյալին։ Միշտ գնում էր բանտ նրան տեսության, նյութական օգնություններ բերում, ուտելիք էր բերում, շոր էր բերում, եւ երբ որ այս նամակը գրում էր, այս մարդը արդեն ննջած էր եւ իր մասին ասում է թող Տերը ողորմ իրեն հանդերձ, այսինքն սա նաեւ ննջեցյանների համար աղոթքի օրինակն է, որ այս մարդու համար պետք է աղոթենք։ Երկրորդը, որ անունները տալիս է այստեղ, Պրիսկան եւ Ակյուղասը, սրանք ամուսիններ էին, եթե հիշում եք, Եփեսոսում ինչ էին արել այս մարդիկ, իրենք իրենց տունը եկեղեցու են վերածել եւ մարդիկ հավաքում են իրենց տանը աղոթելու, պատարակ մատուցելու, Աստծո խոսքը լսելու համար։ Տեսեք ինչքան կարեւոր է, որ այս մարդկանց անունները գրվել է այստեղ, մենք իրենց չենք ճանաչում, գուցե իրենց քաղաքում Ռոմում էլ շատերը կամ Եփեսոսում այս մարդկանց մասին չգիտեի, ինչ էին էլ ճանաչում, բայց տեսեք ինչքան ավետարանը գոյություն ունի արդեն 2000 տարի, այս մարդկանց անունները կարդացում, որտեվ ինչ էին արել։ Մեկ իր ընտանիքով էր ծառայում Աստծո գործին, մյուս իր տունն էր դարձել եկեղեցի, մարդիկ աղոթում են այդ տան մեջ։ Նույնիսկ մենք մեզ եկեղեցի չենք դարձնում, որ Տերը այստեղ ներկա լինի, այս տան մեջ բնակվի, ուր մնաց որ շատ հաճախ մեր տներ աղոթ տուն սարքենք։ Մարդիկ հավաքում մեր տան աղոթը։ Մենք մեր տներում հավաքում ենք, ուտում ենք, խմում ենք, մեկ էլ ամենաշատ ինչ ենք անում, մեր ծանոթներից բան ասում ենք։ Բա իմացար, սրանք էս առան, սրա աղջիկը սենց արեց, նրա տղեն սենց արեց, սրա երեխան դպրոցից հանեցին, էս մեկը սուտ խոսած, սա է մեր զրույցների թեման ամբողջը։ Բայց այս գեղեցիկ մարդիկ, այս ամուսինները, եւ տեսեք առաջինը կնոջ անունը, Պրիսկայի անունն է նշում, որ կինը նաեւ թույլ էր տվել, չէ, կինն էր պատճառ, որ գային աղոթելու։ Եվ ինչքան կար որ տան մեջ տղամարդն ու կինը նույն համաձայնություն ունեն, նույն ուղղությամբ նայեն, որ գան իրենց տան մեջ մարդիկ հավաքվեն, աղոթեն եւ Աստծո խոսք լսեն, իրենց տունը աղոթքի են վերածել։ Ուրեմն ամեն մեկս կոչում ունենք, որ կարող ենք մեր բաժինը դնել Աստծո գործը տարածելու համար եւ մարդկանց դեպի փրկություն բերելու։ 20-րդ համարը Երաստոսը մնաց Կորինթոսում, Տրոփիմոսին հիվանդ վիճակում թողեցի Մելիտոսում։ Ուրեմն Երաստոսը Պողոսի մտերիմ օգնականներից մեկն էր եւ հատկապես գանձապահներ եւ ինքը Տիմոթեոսի հետ գնաց Մակեդոնիա քարոզելու համար, իսկ այստեղ մյուսը Տրոփիմոսը ասում է հավատարիմ օգնականներից էր, որ Եփեսացի էր, ասում է հիվանդության պատճառով թողեցի Մելիտոսում։ Հիմա հարց չէ, բնական հարց։ Ինչու Պողոս առաքյալը չբուժեց այս մարդուն։ Չէ որ ինքը ուներ, չէ շնոր։ Պողոս առաքյալի քրտինքը, որ մաքրում էր թաշկինակը, դնում են հիվանդի վրա, հիվանդը առողջանում էր։ Հիմա ինչու այս մարդը իր աշակերտին չբուժեց, այլ թողեց որևէ տեղում եւ ինքը գնաց իր մտագած ծառայությունը շարունակելու համար։ Ուրեմն սա մեզ ցույց է տալիս նրա համար, որ եթե մեկ առաքյալ է կամ հոգեվորական է, տարիներով հավատացյալ մարդ է, ինքը ապահովագրված չէ հիվանդությունից։ Սա նրա համար մարդիկ չմտածեն, որ եթե մեկը հոգեվորական, ինքը առողջ է, երջանիկ է, ոչ մի խնդիր չունի կամ ցավ չունի իր կյանքի մեջ։ Եվ Աստված էլ թույլ է տալիս, որ լինի։ Հիշում եք Պողոս առաքյալի խոսքը նամակը, ինչ էր ասում։ Մարմնից մեջ ցավ կար, ասում է, որ փշի պես ծակում էր, ասում է 3 անգամ խնդրեցի Տիրոջ, որ ցավը հանի, բայց ասես չէ, որ դու իմ առաքյալն ես, իմ շնոր արդեն բավական է քեզ։ Ցավ կար, չէ՞, տեսեք Պողոս առաքյալը ցավ ունի, փշի պես ծակում էր, ինչ դաժան բան է, չէ՞, փուշի ծակոցը ինչպես է, չէ՞, որ քո ցավը ծակում է։ Իմ ոտքը խնդրում ես, անդադար ցավեր ունեմ, բայց ես գիտեմ ինչի համար է այդ ցավերը, չեմ տրտնջում այդ ցավերից։ Ցույց տալու համար, որ ամեն մեկիս էլ պատահել է, ես էլ եմ մեռնելու։ Եթե ես շատերը կան ասում են, այդքան աղոթես, բան չի մեռավ։
Մարդկանց թվում է թե մենք շատ աղոթում ենք, մենք չենք մեռնելու կամ չենք հիվանդանալու, ասում են, այդքան տարի գնաց եկեղեցի, բայց ինչի քասկեղով հիվանդացա։ Բայց մենք պիտի հիվանդանանք, մենք այդ ցավերը պիտի քաշենք, մեզ պիտի հալածենք, որտեղ մենք Քրիստոսին ենք հետևում։ Մենք Քրիստոսի ծառաներն ենք, իսկ Քրիստոսի ծառաներին չեն սիրում այս աշխարհի մեջ։ Պիտի հալածեն։ Եվ սա ցույց է տալիս, որ մարդիկ իմանան, որ ամեն պահի չէ, որ հրաշքը պիտի գործի մեր կյանքի մեջ։ Հիվանդեր թողեցի այստեղ, մինչև կարողանաս կվերադառնաս։ Ուրեմն սա հստակ մեզ համար, որ իմանանք, որ բոլորիս էլ ցավնել է գալու դիպ չի, մահնել է գալու դիպ չի, բայց կարևորը մտածի մենք մեր հավատքը չկորցնենք։ 21-րդ համարը աշխատիր գալ նախքան ձմեռը։ Քեզ ողջունում են Երվուղոսը, Պուդեսը, Զինոսը, Կլոդիան եւ բոլոր եղբայրները։ Ուրեմն տեսեք, արդեն ձմեռը մոտ էր, արդեն հասկացանք, չէ՞, ինչու էր ասում վերարկուսել կբերեք։ Ինչու ասում ձմեռը մոտ է, որ այն ժամանակ այսօրվա պես չի, որ նավերը ավելի հզոր նավեր են կամ մեզ արդեն արբանյակային նշանություն, որտեղ փոթորիկ պիտի լինի, քամի պիտի լինի, ձյուն պիտի լինի, որտեղ ձմեռ այն ժամանակ այդ քամիների պատճառով նավարկությունը շատ դժվար է։ Եփեսոսից որպեսի գար Հռոմ, միջերկրական ծովը պիտի անցներ։ Ձմեռով այն ժամանակ ավելի շատ են նավաբեկության ենթարկում մահանում։ Դրա համար ասում է շուտ արա արդեն ձմեռը, արի հասիր ինձ, եւ այստեղ այս 4 տղաների անունները, որ այսինքն մեկը աղջիկ էր նրանցից, ասում է ողջունում են քեզ, այս այն մարդիկ են, ովքեր առաջինն են ուրացել Պողոս Արաքյալին առաջին դատավորության ժամանակ, բայց արդեն Պողոս Արաքյալ լինելը ցույց է տալիս, որ իրենք սղճացել էին, հետ են եկել, իրենց հավատքը չէին կորցրել, Պողոս Արաքյալը ներել ու ընդունել, հիմա իրենց ողջուններն է փոխանցում Տիմոթեոսին։ Տեսակ օրինակը, ողջ չպահեց Պողոս Արաքյալը։ Նրանք հետո զղճացին։ Մեր հանդեպ մեղ գործած մարդու մենք ներում ենք, 1000 անգամ գալիս են ներողություն են խնդրում երբեմն, մենք ասում ենք գնա, այլևս քո հետ խոսելիք չունենք, վերջացավ ամեն ինչ։ Մենք այսպես ենք վարվում մարդիկս, բայց տեսեք Պողոս Արաքյալն ինչքան գեղեցիկ օրինակ է ցույց տալիս, որ պետք է բոլորին ներել, հատկապես նրանք, ովքեր զղճացել են, իրավունք չունես զղճացող մարդուն ներժել։ Եթե մարդը իր սխալը գիտակցել է, քեզանից ներողություն է խնդրում, այդ մարդուն պետք է ներել, որովհետև հայրմերի մեջ ինչ ենք ասում, ներիր մեզ այնպես, ինչպես մենք ենք ներում։ Եթե մենք չենք ներում, ուրեմն մեզ էլ չի ներվելու։ Եթե մենք չենք զիջում, մեզ էլ չի զիջում։ Ինչ դատով որ դատել ենք, այդ դատով էլ պիտի դատվենք։ Դրա համար այդ տողը հայրմերի շատ վտանգավոր է։ Այդ տողերը ասելուց առաջ միշտ հիշեք այն մարդկանց, ում որ դուք չեք կարողանում ներել կամ չեք ուզում ներել։ Այդպես էլ Տերը մեզ չի ներելու, ժամանակ չունի մեր անունի վրայից ջնջելու այն սխալները, որ իրեն ցավ ենք պատճառել։ Եվ վերջին տողը ամենագեղեցիկ այսօրվա տողերը, ասում է Տեր Հիսուս Քրիստոսը լինի քո հոգու հետ, Աստծո շնորհը քեզ հետ։ Տեսեք, ասում է Տեր Հիսուս Քրիստոսը թող լինի քո հոգու հետ։ Ինչքան գեղեցիկ բառ է, չէ՞, ասում հոգուդ հետ լինի Տեր Հիսուս Քրիստոսը։ Ուրեմն Տերը մեզ հետ է միշտ, առանց դադար, առանց ընդմիջումների, չէ՞։ Հիսուսի խոսքը ձեզ հետ եմ ձեր կյանքի բոլոր օրերում։ Բայց ասում է թող Տերը լինի քո հոգու հետ։ Այսինքն քո հոգին պատրաստ լինի բնակության համար Քրիստոս որ գա քո մեջ բնակվելու համար Տիրոջ։ Եվ Աստծո շնորհը նաև քեզ։ Ուրեմն Տերը եւ շնորհը երկու կարևոր թևերն են մարդու, որ մարդուն վեր են բարձրացնում այս աշխարհից։ Տերը քո հոգու հետ լինի եւ Աստծո շնորհը քեզ հետ լինի։ Հովան Ոսկեբերյան հայրապետը շատ գեղեցիկ տող ունի, ասում է ավելի քաղցր աղոթք չէր կարող լինել, քան այս տողերը։ Ամենաքաղցր աղոթն է Տերը թող քո հոգու հետ լինի եւ Աստծո շնորհը քեզ ուղեկիցնի։ Տեսեք, սա աղոթք է։ Եթե մենք էլ մեր երեխաներին տանից ճանաչենք, թող Տերը քո հոգու հետ լինի, մեր երեխաների ոտքը երբեք քարին չի կպնի։ Եթե մենք իրար մաղթենք բարի գիշեր ստեսություն փոխ ասենք Տերը քեզ հետ լինի, թող Տիրոջ սերը քո հոգու մեջ լինի, սա ամենաքաղցր աղոթքն է մեր կյանքի մեջ։ Եվ ինչ է ասում, մի սքայ մեկնումի համար։ Այսինքն ես գնում եմ, բայց լաց չլինես, մեռնելու եմ գնում, բայց դու չլացես, չտխրես։ Աստված հետդ պիտի լինի։ Եվ ոչ միայն հետդ, այլև հոգուդ հետ պիտի լինի։ Ոչ միայն քո հետ, այլև հոգուդ հետ պիտի լինի։ Այս երկու մաղթանքը ամենակարևոր մաղթանքն է մարդու այս կյանքի մեջ։ Տերը հոգուդ հետ լինի։ Երևի թե Տերը մեր հոգու հետ լիներսներ, մեր կյանքի բոլոր օրերում։ Մենք շատ հաճախ ենք մեր հոգուն մերկացնում, մերկ թողնում, մրսում է, ցավում է, դառնանում է, լաց է լինում, բայց այդ հոգու մերկությունը մենք չենք տեսնում։ Մենք սովորենք մարդկանց ֆիզիկական մերկությունը, մեղքերով մերկացած վիճակը տեսնելու, բայց հոգու մերկությունն էլ նույն ցավն ունի, նույն տառապանքն ունի, պարզապես մեր աչքերի համար տեսանելի չէ։ Դրա համար թող Տերը մեր բոլորի հոգու հետ լինի։ Աստծո շնորհը, որ ինչ է շնորհ բառը նշանակում, ողորմություն էր նշանակում, այսինքն Աստծո ողորմությունը լինի քո հոգու հետ,
Աստծո խաղաղություն լինի քո հետ եւ Աստծո ներկայություն լինի քո հետ։ Շնորհը սա է, որ խաղաղություն ունես, ողորմություն ես Աստծոց քո կյանքի մեջ, որ ներկայ Աստված քո կյանքի մեջ։ Այնպես որ թող Տերը մեզ օրհնի, որպեսզի ինքը միշտ մեր հոգու մեջ լինի։ Մենք իբրև քրիստոնյաներ իրեն չդավաճանենք, չուրանանք, չմոռանանք այն մեծ պարգևը, որ ստացած ենք իրենից, դա մեր կյանքն է եւ հավիտենական եւ փրկությունն է, որով Տերը մեզ համար բացել է երկինքը։ Այսքանով ավարտեցինք Տիմոթեոսին ուղղված իր երկրորդ նամակը Պողոս Առաքյալի եւ այս ամբողջի մեջ ինչ սովորեցինք սիրելիներ։ Այս նամակը սկսել ենք 3 նայեցի թերթեցի նոյեմբերի 4-ից ենք սկսել։ Արդեն 5-րդ ամիսն է, մեկ նամակ ենք սերտում, բայց 5 ամսվա մեջ Պողոս Առաքյալը ինչքան ճանապարհ անցանք, չէ՞, հարության խորհրդի մեջ մտանք, հաղթանակի մեջ մտանք, Սուրբ Գիրքը կարդալու խորհրդի մեջ, ինչպես պիտի մեր հավատքը պահենք, մեր հավատարմությունը, հիմա վերջին падգամները։ Այս անունները տեսեք շատ դժվարությամբ հունարեն անուններ են, կարդում ենք, ոչինչ չասող մեզ համար, բայց այս մարդիկ 2000 տարի առաջ կյանք են տվել, նահատակվել են Քրիստոսի համար եւ իրենց անունները գրվել է կյանքի գրքի մեջ։ Երանի մենք էր մի օր, երբ որ երկինք բարձրանանք, Տերը մեզ էլ անվանապես ասի, այսինչան, այսինչ, համեցիր, մտիր իմ ուրախության, որտեվ քո երկավոր կյանքի մեջ քո ժամանակը չվատնեցիր, քո ժամանակը սխալ չօգտագործեցիր, քեզ վստահված տնտեսությունը անիրավությամբ չվարեցիր, հոգուտ մասին չդադարեցիր աղոթել, հակառակ ամեն բան արեցիր, որպեսզի ես գամ եւ քո հոգու մեջ բնակվեմ եւ այդ հոգու մեջ Տեր ունենամ։ Եվ հայրերից մեկն ասում է հավատացյալ մարդ, ասում է, ինքը իրենով արդեն Քրիստոսի համար տուն է։ Եվ այդ տան բնակիչ, ասում է, Քրիստոս ինքն է։ Եվ եթե քո տան բնակիչ, ասում է, Քրիստոսը չէ, այս տունը անպայման սարդոստայնով պիտի պատվի եւ անգամ Սուրբ Հոգին չպիտի կարողանա նրան մաքրել։ Ուրեմն այս տունը միշտ մաքուր պահենք եւ հրավերը այսպես լինի, որ միշտ թող բաց լինի այդպես, բաց է, այդպես գրեք, դռան վրա ձեր սիրտը գրեք, բաց է, Տեր, արի եւ փրկիր մեզ, արի եւ բնակվիր մեր կյանքի մեջ։ Աստված պահապան բոլորի ժողովուրդ ջան, շնորհակալություն։